Կա բանջարեղեն, որն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար, քանի որ դրա հատկությունները կարող են վերացնել վահանաձև գեղձի խնդիրները, ամրացնում են մաշկը և պայքարում են մարսողության խանգարման դեմ։ Ներկայացնում ենք բանջարեղեն, որը կարող է զգալիորեն լավացնել առողջությունը։ Այն կարող է երիտասարդացնել մաշկի հյուսվածքները, օգնում է մարսել սնունդը, վերացնել տոքսինները օրգանիզմից և պայքարել ստամոքսի խնդիրների դեմ։ Այս բանջարեղենը նաև մեծ առավելություններ ունի լյարդի համար, օգնում է լավ գործել։ Այն կարող է լուծել դեղապարկի քարերը։ Մյուս կողմից բողկը իդեալական հատկություններ ունի քթի բորբոքման դեմ, վերացնում է սինուսիտը։ Այս մոգական բանջարեղենը, ինչպես նշեցինք, բողկն է։ Այն ունի մեծ քանակությամբ հակաօքսիդանտ հատկություններ և վիտամին C, նաև շատ կարևոր սննդանյութեր, որոնք օգտակար են օրգանիզմի համար։ Օգտակար բաղադրատոմս։ Բողկը գործում է որպես հրաշալի լուծողական, որը կօգնի խուսափել փորկապությունից և կարգավորել աղիքային ֆլորան։ Այն նաև կօգնի հալեցնել երիկամների քարերը, ամբողջ օրգանիզմը թունազերծել։ Ահա թե ինչպես պետք է օգտագործել այս բանջարեղենը դրա բոլոր առավելությունները ստանալու համար։ Բաղադրիչները. 4 բողկ, 1 կտոր կոճապղպեղ, 4 ճաշի գդալ մեղր, 4 կիտրոնի հյութ, կես բաժակ ջուր։ Պատրաստումը և կիրառումը. բոլոր բաղադրիչները բլենդերով խառնեք, մինչև խիտ զանգված ստացվի։ Լցրեք ապակե տարայի մեջ և կափարիչով փակեք։ Ընդունեք մեկական ճաշի գդալ դեղամիջոց օրը 3-4 անգամ, 3 շաբաթ և օրական 2 լիտր ջուր խմեք։ Միջոցը կլավացնի ընդհանուր առողջական վիճակը, ձեզ ուժերով և էներգիայով լի կզգաք։ Բողկը դարեր շարունակ սննդում օգտագործվել է պարտադիր կարգով, քանի որ այն կանխում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը։ Դեռևս Հերոդոտոսը իր աշխատություններում նշում է, որ եգիպտական բուրգերի շինարարության ժամանակ բուրգերը կառուցող շինարարների սննդակարգում պարտադիր կերպով ներառվում էր բողկ, սխտոր և սոխ, և այդ տեղեկությունները թվագրվում են մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակին։ Բողկի մասին նշվում է նաև չինական աղբյուրներում։ Բողկն ունի ոչ միայն սննդային, այլ նաև բուժիչ նշանակություն։ Այդ մասին նշվում է բոլոր աղբյուրներում։ Մեզ առավել հայտնի են սև սպիտակ բողկը, սակայն գոյություն ունի նաև կանաչ բողկ։ Սև բողկն ունի ուժեղ բուժիչ հատկություններ։ Այն ունի միզամուխ, լեղամուխ, հակաբորբոքային և խորխաբեր հատկություն։ Ժողովրդական բժշկության մեջ բողկի հյութը մեղրով օգտագործվում է հազի, քրոնիկական բրոնխիտի, տուբերկուլյոզի դեպքում, օրական 3 անգամ մեկական թեյի գդալ։ Երիկամային հիվանդությունների փայծաղի գործունեությունը լավացնելու, մարսողական օրգանների աշխատանքը խթանելու համար պետք է խմել բողկի և բազուկի հյութերի խառնուրդ։ Սրտի արիթմիայի դեպքում օգտակար է մեղրով բողկի հյութը, մեկական թեյի գդալ օրը 3 անգամ։ Բողկի հյութը օգտագործում են նաև կոմպրեսների թռչոցների, մերսումների տեսքով ռադիկուլիտի, ռևմատիզմի ժամանակ։ Բողկը օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը։ Բողկը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, հեպատիտների, նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում։